Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Նոր ճեպազրույց հին խոսույթով Փաշինյանի ելույթի առանցքում կրկին անկախության հռչակագիրն է ու Արցախը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ, ԱՄՆ ազգային հետախուզությունը զեկույց է հրապարակել։ Հետաքննություն ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, ինչի համար է մեղադրում նրան Վաշինգտոնը։ Օդային և ռազմաօդային ուժերի մեծացումից ցամաքային զորքերի տեղակայում, Թրամփը հետ քայլ չի անում։ Սպանված պաշտոնյաներին արդեն կան փոխարինողներ, ովքեր են կառավարելու Իրանը։ Հայաստանն օգնություն կուղարկի Իրան, ինչ է հայտարարել արտգործնախարարությունը։ Նոր ճեպազրույց հին խոսույթով Փաշինյանը կրկին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։ Իսկ Արցախի հարցն ըստ Փաշինյանի նոր բնակարանում դիմացի հետևի կողքի հարևաններին սպառնալիքի նման բան է։ Ոնց է այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում։ Միայն ու միայն արտաքին օգնության, այսինքն միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով։ Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող կախվածության մեջ։ Սակայն խաղաղության խաչմերուկում էլ կարծես ամեն բան հարթ չէ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ, Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը զեկույց է կազմել 2026 թվականի սպառնալիքների տարեկան գնահատականը խորագրով։ Զեկույցում նշել են, որ Հայաստանը պետք է կազմակերպի սահմանադրական հանրաքվե, որի ընդունումը երաշխավորված չէ։ Սակայն խոչընդոտը միայն սահմանադրությունը չէ, այլ Բաքվի խաղաղության մասին պատկերացումները։ Ադրբեջանը խաղաղության դիմաց ուզում է ոչ միայն նոր սահմանադրություն, արտաքին դիվանագիտություն, որտեղ չկա Արցախի հարցը։ Բաքուն հորինում է սեփական պատմությունը։ Մասնագետները վերլուծում են Բաքվի քայլերը, պարզաբանում Ադրբեջանում կազմակերպվող սեմինարները ոչ թե պարզապես գիտական քննարկումներ են, այլ քաղաքական ուղերձների ձևավորման հարթակներ, որոնց նպատակն է ազդեցություն ունենալ ապագա զարգացումների վրա։ Թեման ուսումնասիրել է Անահիտ Սարգսյանը։ Հայկական ազգայնականության ձևավորման փուլերը։ Հենց այս թեման է դարձել Բաքվում կազմակերպված հերթական գիտական սեմինարի առանցքը։ Նպատակային է ցույց տալու հայ կերպարը որպես, ասպես ասած, նոր ֆաշիզմի տեսանկյունից։ Սա ադրբեջանական մեկնաբանությունն է, երբ որ ուսումնասիրում ենք իրենց դասագրքերը, ուսումնասիրում ենք նման սեմինարների արդյունքում հրապարակած նյութերը, այնտեղ հայի կերպարը ներկայացնում են որպես զավթիչի, որի փոր օտար հողեր են նվաճել։ Քննարկումների հիմքում հատկապես 20-րդ դարաշրջանի իրադարձություններն են, մասնավորապես 1918 թվականը եւ Հայաստանի առաջին հանրապետության ձևավորումը։ Ադրբեջանական կողմը փորձում է այն ներկայացնել իբրև ադրբեջանական տարածքների վրա ստեղծված պետություն, առաջ տանելով նաև հայերի եկվոր լինելու թեզը, այն հասցնելով մինչև 19-րդ դար։ 1820 թվական, 28 թվական եւ 1800-ական թվականները պատահական ընտրված չեն։ Գիտենք, որ այս ժամանակահատվածում, երբ որ Գյուլիստանի պայմանագիր, այնուհետև Թուրքմենչայի պայմանագիրը երբ որ ստորագրվեց, որոշակի վերաբնակեցման քաղաքականություն նաև իրականացվեց։ Մինչդեռ պատմաբանները հիշեցնում են, ցարական Ռուսաստանի վերաբնակեցման քաղաքականությունը պայմանավորված էր տարածաշրջանում իր ռազմաքաղաքական դիրքերը ամրապնդելու նպատակով։ Դա ներկայացնել որպես հայերի եկվորության ապացույց որևէ գիտական հիմք չունի։ Սա ընդհանրապես քոչվոր ցեղին, ով որ սեփական ինքնություն չունի, սեփական պատմություն չունի, սեփական ընդ որում տարածք չունի, յուրահատուկ մեխանիզմ է յուրացնելու եւ հետագայում նաեւ ոչնչացնելու տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ստեղծած արժեքները։
Իսկ ինչու է այս փուլում կրկին ակտիվացվում հայկական ազգայնականության թեման։ Այդ պետության կայացման եւ ապագայի համար ցանկացած հայկական բան դա վտանգ է, ռիսկ է եւ ոչնչացման ենթակա է։ Դա լինի հայ առաքելական եկեղեցին, դա լինի հայկական ինքնագիտակցությունը, դա լինի ազգային որևէ ինքնության դրսևորում։ Փորձագետների համոզմամբ իրական խաղաղության մասին խոսել հնարավոր կլիներ միայն հստակ պայմանների դեպքում։ Եթե վերականգնվեր Արցախի նախապատերազմյան ստատուս քվոն, առանց նախապայմանների վերադարձվեին Բաքվում պահվող հայկերիները եւ ադրբեջանական զինված ուժերը դուրս բերվեին Հայաստանի սուվերեն տարածքից, Գորիս-Սկապան ճանապարհի անցակետից մինչև օկուպացված հատվածներ։ Բազմաթիվ նախապայմաններով Ադրբեջանը ասում է այո, պատրաստ են խաղաղության, բայց իսկ ներքին լսարանում պատերազմից հետո որևէ կերպ ոչ հայատյացության մակարդակն է իջել, հակառակը միայն սրվել է, ոչ հակահայկական քարոզչությունն է քչացել, ոչ էլ սպառնալիքները, այդ թվում երկրի առաջին դեմքերի կողմից շարունակաբար ներքին աուդիտորիային պատրաստում են իհարկե լրիվ այլ սցենարի։ Ադրբեջանի պաշտոնական խոսույթում խաղաղության մասին հայտարարությունները հաճախ ուղեկցվում են լրիվ հակառակ բովանդակությամբ ձևակերպումներով։ Թրիփը ներկայացվում է որպես Զանգեզուրի միջանցք, Հայաստանը արևմտյան Ադրբեջան, իսկ խաղաղությունը որպես հայոց պետականության վերացման ճանապարհ, շեշտում է Կովկասագետը։ Մի երկիր, որը Չակերտյալ ասած, որը ունի մանկական բակային խաղ, որի անունը հայերի ցեղասպանություն է, եւ որը բակային խաղի մակարդակից վերահասվել տարբեր ուսումնական հաստատություններում կիրառվող ծրագրի բաղադրիչ, ինքը խաղաղության օրակարգ եւ չի կարող ունենալ եւ իրենք տարածաշրջանն ընդհանրապես տեսնում են առանց հայկական պետականության։ Արևմտյան Ադրբեջան եզրույթը եւ այն տարածող կազմակերպությունների գործունեությունը փորձագետների համոզմամբ հաստում են մեկ պարզ իրականություն։ Ադրբեջանը շարունակում է տարածքային հավակնություններ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Եվ հենց այս պատճառով, ասում են մասնագետները, կարևոր է չփայփայել սին սպասումներ։ Դա չի նշանակում, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, պարզապես նշանակում է պետք է մնալ զգոն։ Անահիտ Սարգսյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Զուգահեռ պետական համակարգից հեռացողներն ու հեռացվողները գնալով շատանում են։ Պատճառները տարբեր են, բայց մի թեմա կա, որը կրկնվում է ամեն անգամ՝ Արցախը։ Վերջին տարիներին հենց այդ հարցն է դարձել տարաձայնությունների առանցք իշխանության եւ համակարգում աշխատած մի շարք պաշտոնյաների միջև։ Ինչ է կատարվում պետական համակարգում եւ ինչ կապ ունի դրա հետ Արցախի հարցը, Անիա Բաղյանն է ուսումնասիրել։ Տասնյակ գործիչներ հեռացել են պետական համակարգից Արցախի վերաբերյալ գործող իշխանության վարած քաղաքականության պատճառով։ Քաղաքները դժգույն ու դժբախտ կոչվելու պատճառով։ Դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշին։ Հայաստանի արտգործնախարարի նախկին խորհրդական հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը համակարգից հեռացողներից էր։ Բազմաթիվ դիվանագետներ են այդ շրջանում ավելի ուշ շրջանում դուրս եկել իրենց դիմումի համաձայն գործից հենց նույն պատճառաբանությամբ։ Այստեղ խնդիրը մեն Արցախ չէ, դժգոհությունը անհամաձայնությունը կապված էր արտաքին քաղաքականության հարցերի ողջ բլոկի հետ, այսինքն ընդհանուր արտաքին քաղաքականությունը իմ եւ իմ ընկերների դիտարկմամբ ուղղակի ոչ թե սպասարկում էր ազգային շահը, այլ գնում էր ընդդեմ ազգային շահի։ 44-օրյա պատերազմից հետո հեռացողների շարքում էին Արա Այվազյանը, Վահագն Մելիքյանը, Արտակ Ապիտոնյանը, Աբետ Ադոնցը, Գագիկ Ղալաչյանն ու մի շարք երիտասարդ դիվանագետներ։ Ոչ միայն հեռանում, հեռացվում են։ Ամենաթարմ օրինակը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի հեռացումն էր։ Ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ինչու է Փաշինյանը շարունակում Արցախի դեմ պայքարը։ Ինչ քաղաքականություն է սա։ Այս հարցի պատասխանը 20-րդ դարավերջին տվել է ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Գիլպին իր «Պատերազմ եւ փոփոխություն» վերլուծական գրքում։ Վերլուծականում քննարկվում է ռազմական, քաղաքական, տնտեսական էքսպանսիայի տեսությունը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու Արցախի բռնի հայաթափումը Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական էքսպանսիան էր։ Այսինքն պետությունը ռազմական միջոցներով ընդլայնել է իր տարածքը։ Հիմա Փաշինյանի վարքը տեղավորվում է քաղաքական էքսպանսիայի ենթարկվողի տրամաբանության մեջ, նշում է քաղաքագետ
Արսեն Գասպարյանը։ Եթե դու պատերազմ ես պարտվում ու պատերազմը հաղթողի հետ շարունակում է բանակցել այն քաղաքական ուժը, որը պատերազմը պարտվել է, քաղաքական էքսպանսիայի տարերը, լինի դա թե Արցախի անվանման հետ կապված կամ Արցախի բնակչության իրավունքը, վերադարձի իրավունքը, իրենց մշտական բնակության վայրերը, Արարատ սարի հետ կապված եւ այլն, այսինքն նույնիսկ քաղաքական սիմվոլները։ Դրանք անմիջապես ներառվում են քո հակառակորդի քաղաքական էքսպանսիայի մեջ։ Թուրքիան այս քաղաքականությունը փորձել ու հաջողել է հյուսիսային Սիրիայում։ Ռազմական էքսպանսիան արտահայտվեց նրանով, որ Թուրքիան ռազմական գործողությունների միջոցով վերահսկողություն հաստատեց մի շարք տարածքների նկատմամբ։ Այնուհետև գործարկվեց քաղաքական էքսպանսիան, ազդեցությունը տարածելով տեղական կառավարման համակարգի վրա։ Հետո մեծ դեր ունեցավ տնտեսական էքսպանսիան, շուկան ողողելով թուրքական ապրանքներով եւ տարածելով թուրքական լիրան։ Հայաստանում նույնն են անում Թուրքիան եւ Ադրբեջանը գործող իշխանության միջոցով, նշում է զրուցակիցս։ Ոչ մի դեպքում Արցախ չի նշանակում պատերազմ, չի նշանակում պարտություն։ Հակառակ Արցախ դա նշանակում էր եւ եթե մենք ունենանք Արցախ, դա կնշանակի հզոր Հայաստան, ամուր Հայաստան։ Փաշինյանի կառավարությունից հեռացողներն ու հեռացվողները, մարդիկ, սիմվոլներ, պատմություն, թե անկախության հռչակագիր Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական էքսպանսիայի հետևանք է։ Այս փուլը ուղղորդվում է նաեւ տնտեսական էքսպանսիայով, բենզինի ներկրում, ադրբեջանական տարածքով հացահատիկի ներմուծում եւ այսպես շարունակ։ Իսկ ինչպես կանխել տարածվող էքսպանսիան։ Քաղաքագետ Արսեն Գասպարյանը կարծում է, ազգային ռեֆորմացիայի կարիք կա Հայաստանում։ Սովորաբար ազգային ռեֆորմացիա հասարակական հարաբերություններում անում է ընտրախավը, ինտելեկտուալ ընտրախավը։ Հիմա թե այս փուլում հայ ժողովրդի մոտ առաջ կգա այդ ինտելեկտուալ ընտրախավը, որը սովորաբար մի քայլ առաջ է տեսնում մնացածից եւ կկարողանա կազմակերպել այդ ազգային ռեֆորմացիան եւ որ առնչություն ունենա բոլոր ոլորտներին, դա ժամանակի հարց է։ Այդ հնարավորությունը ընձեռվել է Հայաստանին, որը կարող են արտահայտել համապետական ընտրության արդյունքներով։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Վերադառնանք կառավարություն, որտեղ սպառնալիքի հիմնական լեզուն չի փոխվել։ Փաշինյանը պնդում է, որ եթե խորհրդարանի ընտրության ընդդիմությունը հաղթի, սեպտեմբերին պատերազմ կլինի ծանր հետևանքներով։ Շրջանակները ըստ էության ինչ են ասում, առաջինը ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը եւ երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Դա ես շատ ուղիղ առանց հետևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով։ Փաշինյանը բացատրել է, թե ինչ է հիբրիդային պատերազմը, սակայն այդպես էլ որևէ կոնկրետ երկրի անուն չի նշել։ Հիբրիդային պատերազմը Փաշինյանի կարծիքով իր եւ իր ընտանիքի անդամների մասին տարբեր վճարովի գործիքների միջոցով ապատեղեկություն տարածելն է։ Հիշեցնեմ, որ Հայաստանի համար արդեն ԵՄ $12 միլիոն եւ արագ արձագանքման խումբ է ուղարկել որպես աջակցություն Հայաստանի իշխանությանը ընտրությանն ընդառաջ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար։ Արարատի մարզից ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխային սպանելու փորձի համար կասկածվող խորհրդմորը կալանավորել են 2 ամսով։ Հիշեցնեմ, երեխային հիվանդանոց էին տեղափոխել գրեթե մահամերձ։ Բժիշկներին հաջողվել էր վերականգնել նրա սրտի աշխատանքը։ Արաբկիր բժշկական կենտրոնը հայտնել է, որ երեխան այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Երեխաների նկատմամբ բռնության մեկ այլ դեպք էլ արձանագրվել է Երևանում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ բռնության ենթարկված երեխային շտապօգնության խումբը Ուիգմոր բժշկական կենտրոն է տեղափոխել։ Վնասվել է երեխայի շրթունքը, նաև կան կապտուկներ մարմնի եւ պարանոցի վրա։ Ըստ Գագիկ Շամշյանի, Իրաքի քաղաքացի 35-ամյա մայրը բղավել է երեխայի վրա, մի քանի անգամ հարվածել նրան, ապա մահճակալից գցել հատակին եւ քարշ տվել, պատճառելով մարմնական վնասվածքներ։
Իրանում պատերազմի դեմ բողոքի պատճառով հրաժարական ներկայացրած ԱՄՆ ազգային հակատերորիստական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթի նկատմամբ հետաքննություն են սկսել։ Ըստ գործին ծանոթ աղբյուրի հետաքննությունների դաշնային բյուրոն Քենթին մեղադրում է գաղտնի տեղեկության արտահոսքի համար։ Աղբյուրը NBC News-ին հայտնել է, որ հետաքննությունն սկսվել է նախքան Քենթի հրաժարականը։ Քենթը երեքշաբթի հայտարարել էր, որ համաձայն չէ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշմանը եւ որ Իրանի կառավարությունն նախուսափելի սպառնալիք չի ներկայացնում, ինչպես պնդում է Թրամփի վարչակազմը։ Հիշեցնեմ, որ հրաժարական տալով Քենթը կոչ էր արել Թրամփին Իրանի հարցում փոխել կուրսը։ Սակայն Թրամփը չի պատրաստվում փոխել ռազմավարությունը։ ԱՄՆ նախագահը քննարկում է Մերձավոր Արևելքում իր գործողություններն ուժեղացնելու համար հազարավոր ամերիկացի զինվորականներ տեղակայելու հարցը։ Ըստ Reuters-ի աղբյուրների, ԱՄՆ-ի հնարավոր գործողություններից մեկը նավթատարների անվտանգ անցման ապահովումն է Հորմուզի նեղուցով, առաքելություն, որը հիմնականում կիրականացվի օդային եւ ռազմածովային ուժերի միջոցով։ Սակայն նեղուցի անվտանգությունը կարող է նաեւ նշանակել ԱՄՆ զորքերի տեղակայում Իրանի ափամերձ գոտում։ Թրամփի վարչակազմը քննարկել է Իրանի Խարկ կղզի ցամաքային ուժեր ուղարկելու տարբերակները։ Կղզին Իրանից արտահանվող նավթի 90%-ի կենտրոնն է։ Աղբյուրներից մեկն ասել է, որ նման գործողությունը շատ ռիսկային կլինի։ Սպանություններից հետո Իրանում արդեն տեղի են ունեցել նոր նշանակումներ։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Հուսեյն Դեհանը։ Նա նախկինում զբաղեցրել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնը եւ եղել է երկրի գերագույն առաջնորդի պաշտպանական արդյունաբերության հարցերի խորհրդականը։ Հետախուզության եւ ազգային անվտանգության նախարար է նշանակվել Մոստաֆա Պուր Մոհամմադին։ Նա երկար տարիների փորձ ունի անվտանգության համակարգում, եղել է Իրանի ներքին գործերի նախարար, գլխավոր դատախազը, նաև ղեկավարել է արտաքին հետախուզության վարչությունը։ Իդեպ Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանատունը օգնություն ստանալու պատրաստակամություն էր հայտնել։ ABC մեդիայի հարցին ի պատասխան արտգործնախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասել է, որ օգնության կազմակերպումն ընթացքի մեջ է։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին արձագանքել է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը եւ նշել, որ մարդասպանները անպայման պատասխանատվության կենթարկվեն։ Ցանկացած արյան դիմաց արյան բեն վճարում։ Նահատակներին սպանած հանցագործները շուտով կհատուցեն իրենց արածի համար, ասել է Խամենեին։ Լարիջանիի սպանությունից հետո իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվել է։ Իրանի զինված ուժերը հայտարարել է, որ հարվածել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, թիրախավորելով իսրայելական բանակի վերալիցքավորող ինքնաթիռները։ Միաժամանակ պայթյուն է որոտացել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակումն իրականացրել է Իրանը։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Լարիջանիի եւ մյուսների աճյունները 3 տեղափոխվել են Թեհրանի կենտրոնական հրապարակ։ Հազարավոր մարդիկ հավաքվել են այնտեղ հրաժեշտ տալու Իրանի քաղաքական համակարգի ազդեցիկ գործիչներին։ Լարիջանիի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Լարիջանիին անվանել է Ռուսաստանի իսկական բարեկամ, իմաստուն եւ հեռատես քաղաքական գործիչ, որի հետ բազմիցս հանդիպել է։ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ բոլոր ճակատներում սպասվում են նշանակալի անակնկալներ, որոնք պատերազմը կբարձրացնեն նոր մակարդակի։ Նրա խոսքով լիազորել են Իսրայելի պաշտպանության բանակին վերացնել ցանկացած իրանցի պաշտոնյայի, երբ նա նույնականացվի եւ հաստատվի որպես թիրախ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության։ Կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա զգուշացրել է, որ ծանր հետևանքներ կլինեն, եթե Իրանը կրկին հարվածի Քաթարի գազային ենթակառուցվածքներին։ Թրամփը նշել է, որ Իսրայելը այլևս չի հարվածի հարավային Պարս գազային հանքավայրին, եթե Իրանը չհարձակվի Քաթարի վրա։ Սակայն ըստ նրա նման հարձակման դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է զանգվածային հարված հասցնել նույն գազային հանքավայրին այնպիսի ուժով, որը, ինչպես նա է նշել, Իրանը երբեք չի տեսել։
Տարածաշրջանում ստեղծված լարվածության ֆոնին քննարկումներ են ընթանում նաև միջազգային հարթակներում։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են, թե ինչպես կարելի է համատեղ քայլերով վերաբացել Հորմուզի նեղուցը աշխարհի կարևորագույն էներգետիկ ճանապարհներից մեկը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս մասին խոսել է Նորվեգիայի կատարած այցի ընթացքում, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի սառը արձագանք զորավարժություններին։ Զորավարժությունները մեկնարկել են մարտի 9-ին եւ կշարունակվեն մինչեւ մարտի 19-ը։ Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին սոցիալական ցանցերում տարածվել է նաև խորհրդանշական մի տեսանյութ։ Լիբանանցի թավջութակահար Մահդի Սահելին Բեյրութի ավերակների մեջ կատարում է Արամ Խաչատրյանի Անդանդինոն։ Անի Աբաղյան, Սվետլանա Պետրոսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվ վերջում Հիտլերն ընդդեմ Զելինսկի։ Ֆրանսիական փոքրիկ քաղաքը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Հիտլեր ազգանունով քաղաքապետը կմասնակցի կիրակի կայանալիք մունիցիպալ ընտրությանը։ Հիտլերի երկու մրցակիցներից մեկի ազգանունը Զելինսկի է։ Քաղաքապետի ընտանիքը վշտացած է համացանցի օգտատերերի արձագանքներից։ Մարդիկ կատակում են, որ տեղացիները հիտլերականներ են։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, եթերում կլինի Աննա Սարգսյանը։